Ողջույն, եթերում Մոլորակ ռադիոն է։ Սա Հարավային դպրոցի երկրորդ դասարանցիներն են։ Այսօր տոն է հայոց աշխարհում։ Բոլորիս Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Շատ ենք սիրում Հովհաննես Թումանյանի հեքիաթները ու բանաստեղծությունները։ Շատ ենք կարդում դրանք, խաղում ենք դրանցով։ Այսօր էլ Հովհաննես Թումանյանի ծնունդը նշելու ենք իր ստեղծագործությամբ։ Ներկայացնելու ենք ռադիոթատրոն Չարի վերջը։ Ձեզ բարի ու կնդրում։ Լինում է մի սար, են սարում մի ծառ, ծառում փչակ, փչակում մի բուն, բնում երեք ձակ ու վրեն կկու։ Կուկու, կուկու, իմ կուկուներ, երբ պիտի դուք առնեք թվեր, թռչեք գնաք ուրախանաք։ Երգում էր մայրիկ կկուն, մինը լահան, աղվեսն եկավ։ Էս սարը իմն է, էս ծառը իմն է, ծառում փչակ կա, փչակում մի բուն, էսով է եկել, տիրացել թաքուն, աղ դու կկու, հիմար կկու, քանի փոքրիկ ձակ ունես դու։ Երեքածակ, աղաղվես։ Երեքածակ ցույց կտամ քեզ։ Ու չես ասել դու անամոթ, մինը ծառաղեր կես ինձ մոտ։ Ձեքի շուտով միատցած, թե չէ կացինս հրեն սրած, գնամ բերեմ ծառը կտրեմ։ Վայ, չկտրես, Աստված սիրես։ Ես մի նահա, տար քեզ ծառա։ Միայն թե այդպես մի ջնջիր մեզ, բնով տեղով ամբողջ ցեղով։ Խնդրեց Մարիկ կկուն ու ձագերից մինը ձգեց ներքև։ Աղվեսը հապ առավ գնաց։ Վայ, վայ, դու իմ լավ կուկու, որ սև սարում, որ անտառում, որ թփի տակ կորար մենակ իմ կուկու, որ թփի տակ կորար մենակ իմ կուկու։ Լաց էր լինում Մարիկ կկուն, մինը լահան աղվեսն եկավ։ Էս սարը իմն է, էս ծառը իմն է, ծառում փչակ կա, փչակում մի բուն, էսով է եկե, տիրացե թաքուն, աղ դու կկու, հիմար կկու, քանի փոքրիկ ձակ ունես դու։ Երկու հատ ձակ, աղաղվես։ Երկու հատ ձակ ցույց կտամ քեզ։ Աղ չարամիտ դու ավազակ, ինչ խաբար է երկու հատ ձակ, ինչ ուզում ես այստեղ զորով լցնես ամբողջ կկուներով։ Ձգից շուտով մի հատը ցած, թե չէ կացինս հրեն սրած գնամ բերեմ ծառը կտրեմ։ Վայ, չկտրես, Աստված սիրես, էս էլ արտար ու թող դադար։ Վերջինը գետ մնա ինձ հետ։ Աղաչեց Մարիկ կկուն ու երկրորդ ձագին էլ ձգեց ներքև։ Աղվեսը հապ էսել արավ ու գնաց։ Ինչի համար եկա էսար, բուն շինեցի ձագանեցի, աղվեսն եկավ, տարավ, կերավ երկու կուկու, աղվեսն եկավ, տարավ, կերավ երկու կուկու։ Իսկ եթե ուզում եք իմանալ, թե ինչ եղավ հետո, կարդացեք Չարի վերջը։ Ուրեմն հավանեցիք մեր ռադիոթատրոնը։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ շաբաթ։